Պատմական խաղի ճանապարհին Նոան պատմական հաղթանակ է տոնում ու Հոլանդիայի մեկնելու հաղթողի կարգավիճակով։ Մեր թիմն ապացուցեց, որ ֆուտբոլում անկարելի ոչինչ չկա եւ կարող ենք հաղթել անգամ ամենաուժեղներին։ Հայկական յարխուշտայով ոգևորված հազարավոր երկրպագուներն ու ֆուտբոլիստները մարզական տոնը դարձրին հաղթական։ Թիմի կողքին էին նաև մեր աշխարհահռչակ մարզիկները Արթուր Ալեքսանյանը, Արման Ծառուկյանը, Մալխա Սամոյանն ու Արսեն Հարությունյանը։ Խաղը բնավել հեշտ չստացվեց, Ազալկմարը հոլանդական ֆուտբոլին հատուկ ձևով շատ լավ վերահսկում էր գնդակն ու մեծ ճնշում գործադրում բոլոր ուղղություններով։ Առաջին կեսում Նոան գրագետ պաշտպանվեց ու դիմացավ, նույնիսկ կարող էր միջև ընդմիջում բացել հաշիվը, բայց Նարդին Մուլա Հուսեյնովիչի հարվածից հետո մրցակցի դարպասապահը փրկեց իր թիմին։ Երկրորդ կեսում Հանրապետականը պայթեց սպասված գոլից, արագ հակակրոյի շնորհիվ մեր թիմը քանդեց մրցակցի պաշտպանությունը, իսկ ավագ Հովհաննես Համբարձումյանի գոլը տուրի լավագույններից էր։ Դրանից հետո արդեն հետհաշվարկ էր, ծանր էին հատկապես վերջին րոպեները, մրցակիցը մեծ ուժերով գրոհում էր եւ դրվագներից մեկում նույնիսկ հրաշքով խուսափեցին գոլից։ Առաջնայինը կարևոր էր, որ առաջ անցանք հաշվի մեջ, իսկ զգացողությունների համար ուղղակի ֆանտաստիկ էր, խոսքերով չեմ կարող բացատրեմ, երևի վիդեոն նայեք ավելի լավ կերևա։ Լավ խաղ անցկացրեցինք, շատ կարգապահ ֆուտբոլ խաղացինք, ինչ առաջադրանք ունեինք, ցանկացած ֆուտբոլիստ կատարեց իր դեմը դրած առաջադրանքը, դրա համար արդյունքը վերջում դրական էր մեր համար։ Նոայի կազմում այս խաղում առանձնացավ ամբողջ պաշտպանությունը, բայց տպավորեց հատկապես Նաթանիել Սայնտյանին։ Թիմը անձնուրաց խաղաց, շատ կարևոր հաղթանակ էր սա մեզ համար, մենք միմյանց շատ լավ հասկանում ենք խաղադաշտում, ինչն էլ դարձավ գլխավոր հաղթաթուղթը։ Հաղթանակից հետո Հանրապետականում երկրպագուները ցնծում էին, նրանք սպասում են դրական արդյունքի նաև դիմակայության պատասխան խաղում։ Շատ ուրախ ենք, չէինք սպասում Աբրենովան։ Ես վստահ եմ, որ կհաղթենք, որտեղ մեզնից լավ թիմ չկա ու ես ոչ թե վստահ եմ, այլ կցանկանամ, որ այս տարի հաղթենք Կոնֆերանսիաների լիգան, որպեսզի դառնանք շատ հայտնի։ Շատ գեղեցիկ հաղթանակ է, ֆանտաստիկ անմոռանալի հաղթանակ է, երազանքն նման մի բան է, որ բոլորս ցանկանում ենք, որ այսպիսի հաղթանակ լիներ։ Պատմական արդյունք է մեր երկրի համար։ Մեր երկիրը արդեն հաղթում է հոլանդական առաջնության առաջատար թիմերից մեկին։ Նոայի հաղթանակին հետևում էր նաև մեր չեմպիոնի նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան, որը մրցաշրջանի սկզբում յուղոտ առաջարկ ստանալով Բուլղարիայի չեմպիոնից լքեց թիմը, բայց այժմ մնացել է առանց աշխատանքի։ Սա շատ լավ է հայկական ֆուտբոլի համար, այս փուլ որակավորվելուց հետո, ինչն ինքնին պատմական իրադարձություն է, առաջին խաղում հաղթելը պարզապես ֆանտաստիկ է։ Ավելի ուրախ չէի կարող լինել, Նոան դեռ իմ սրտում է, իհարկե, հենց դրա համար եմ այստեղ։ Առաջին անգամ է, որ նրանք հանդես են գալիս այս փուլում։ Ես նույնպես ակումբի հետ սկսել եմ այս նախագիծը այնպես, որ շատ ուրախ եմ նրանց համար։ Հետխաղյա մամուլի ասուլիսում մեր մարզիչը նշեց, որ տղաները լավ կատարեցին իրենց առաջադրանքը։ Մեզ համար դժվար էր ոչ միայն առաջին րոպեներին, այլև ամբողջ խաղի ընթացքում։ Մենք այս խաղին հնարավորինս լավ էինք պատրաստվել, իսկ ֆուտբոլիստները խաղացին մեկը մյուսի համար։ Ուրախ եմ Հովհաննես Համբարձումյանի համար, որը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ հեղինակեց այս փուլում։ Մեզ ծայրահեղ բարդ խաղ է սպասվում նաև մրցակցի հարկի տակ։ Պետք է սկսենք խաղը 0-0 տրամաբանությամբ ու շարունակենք կառուցել մեր հաղթանակը։ Պատասխան հանդիպումը փետրվարի 26-ին է։ Նոայի հաղթանակն ավելացրեց Հայաստանին 0.500 միավոր եւ մենք հիմա 33-րդ տեղում ենք։ Այս հորիզոնականը պահպանելու դեպքում Հայաստանի գավաթակիրն առաջին անգամ կսկսի ճանապարհը Եվրոպա լիգայից։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։